շարունակում է Գալուզինը եւ ասում է, որ պետք է ներգրավվածություն ունենան թրիփում, այսինքն ցանկանում են ներգրավվածություն ունենան, խորհրդակցել եւ այլն։ Ասենք չի կարելի երկու դուք ո՞նց եք դա պատկերացնում։ Ասենք ո՞նց եք դա միևնույն ժամանակ, եթե չեմ սխալվում, Գալուզինը այսօր ձեր գործընկերներից մեկը ինձ ասել է, որ մենք այնտեղ չենք կարող մենակ մենք պետք է ինչ որ մենաշնորհային բան է, ասել ինչ ձևակերպում։ Չէ, հա, ինչ որ բայց ինչ որ ասել է դա մեր այլընտրանք չունի, այո, այլընտրանք չունի։ Ժողովուրդ, չի կարա դա հայ-ամերիկյան կազմակերպություն է, բայց Հայաստանի տարածքով տեղաշարժվելը չի ենթադրում միայն տրիպի սահմաններում տեղաշարժվել է։ Հիմա ենթադրենք, որ ալյուրը գալիս է կամ ցորենը գալիս է կամ նավթամթերքը գալիս է, ինքը տրիպի շրջանակներում չի գալիս, չէ՞։ Ճիշտ եմ, չի գալի։ Հիմա թող այդ ճանապարհները, այդ ենթակառուցվածքները մտնեն, առաջարկ անեն, Հայաստանը դիտարկի այդ առաջարկը եւ քննարկի իրանց հետ եւ շահագործի, այսինքն գալ ինչ որ տենց բանի մեջ մտնելու ես ձեզ ասեմ, այդ տրիպի հետ կապված այդ նմանատիպ մեխանիզմը ինքը նաև, ասենք, շատ վաղուց մեր սեղանին կա, մենք քննարկել ենք, այլ հարցը, որ ԱՄՆ-ի հետ դա ստացվել է եւ դա խաղաղության շրջանակներում նաև ոնց որ հիմնակար է հանդիսացել շնորհիվ ԱՄՆ նախագահի եւ այդ ամենահիմնական բանն է ստացվել է։ Եթե դուք այդ Մատ ինքը թող վերջացնի։ Մանրամասները որ ներկայացրել եք պարոն Սիմոնյան, այդ դեպքում ինչու է շարունակում իրենց կողմից այս հայտարարությունը, այսինքն կարող ենք ասել, որ համաձայնության չէ գալիս այս։ Չէ, քաղաքականությունը դա է, որ ես եմ մի բան ասում, մյուս կողմն է մի բան ասում, հետո մենք մեր ասածները դնում ենք սեղանի շուրջ եւ ինչ որ քննարկումներ ենք ունենում եւ գտնում ենք ոսկե միջինը, բայց նորից եմ ասում, ես անձամբ իմ դիտակետն է, իմ կարծիքն է, ես չեմ հասկանում։ Հասարում եք, որ Ամերիկայի հետ կարող են համաձայնության գալ իրենք։ Չգիտեմ, Ամերիկան թող իր մասնաբաժինի մասով կարող է միգուցե համաձայնություն փորձի գա, բայց էլի մեր հետ քննարկելով մի խոսքով իմ համար դա չեմ պատկերացնում ոնց դա։ Ու նորից եմ ասում, ես չեմ ուզում, որ ռուսական կողմը կենտրոնանա հենց մենակ այդ միակ ճանապարհը չի, որ Հայաստանի մեջով անցնում է, անցել է կամ անցնելու է։ Բազմաթիվ ճանապարհներ կա, որի օրինակը ես բերեցի։ Այսօր գործում է այդ ճանապարհը, ապրանք է գալիս, մենք պատրաստվում ենք պայմանական ապրանք ուղարկենք իրան, եկեք մի հատ բան, միտեղ կա, այդանք մենք էլ մտնենք բան, անեիք 100 տարի աստեղ եք, անեիք։ Պարոն Սիմոնյան, դուք այդտեղից որ ասեցիք, Սերգեյ Լավրովին ասեցիք, որ Ռուսաստանից կոնկրետ Ուկրաինային պատերազմ հարձակվում, ինչպես ուզում եք։ Անուն առանուն, ես կրկնեցի։ Մի քիչ կմանրամասնեք, որտեղ այն ինչ մենք տեսանք, այնտեղ դուք ավելի այսպես այնպես չէիք։ Կոռեկտ է, հիմա դա չի կարելի, ասենք հյուր եմ ես, այսինքն ո՞նց եք պատկեր։ Շատ լավ, պարոն Սիմոնյան, բայց Հայաստանում այսպես ուղիղ եք ասում, Ռուսաստան Բալքանի օրեր առաջ ասում եք, որ ոչ թե ադրբեջանցիները։ Իսկ կլինի իմ մասին խոսենք, ոչ թե 107 падգամավորներից մեկի։ Շատ լավ։ Հիմա ուզում եմ ասել, իշխանականները շատ ուղիղ են խոսում։ Անուն առանուն, քանի անգամ ասում։ Հիմա դուք մեզ բոլոր են հայտնի դերակատարների։ Չէ, բաներ կան, որ ես չեմ ասելու, որովհետև դա կոռեկտ չի, դա մեր մասնավոր զրույցն է։ Հա, դուք շարունակեք։ Եվ ասել եք, որ Ռուսաստանը մտադրություն ունի, հա, Հայաստանը բռնակցել Ռուսաստանին, հա միութենական կազմի մեջ մտցնել, այստեղ գեներացնում է ուժեր, որ ընտրություններով կարողանա։ Ասեմ ավելին, ասել եմ, որ SVO անցկացնելու մասին են խոսում Հայաստանի տարածքում։ Հարգել SVO, սպեցիալնայա վայրենա օպերացիա։ Բառացի ամեն ինչ ասել եմ։ Հիմա չգիտեմ, որևիցե կոնկրետ ձևակերպում, որը որ դուք ուզում եք, ես ասել եմ, թե չեմ ասել, բայց ինչ որ ես տեղ ասել եմ, ես ասել եմ։ Այն ինչ որ իրանք մշտապես արձագանքում են, որ նման բան չկա, դրանք անհատներ են։ Ես ասել եմ, որ նաև падգամավորներից կողմից է նման բան հնչել, նման բան դիրքորոշում հնչել, դա էլ կարևոր չի իմանալ նախընտրական բան։ Մի խոսքով նման Այն ինչ որ ստեղ եմ ասել եմ ընդեղ, այն ինչ որ իրանք են ասել, երբ որ ես ստեղ ասել եմ, իրանք ինձ ընդեղ կրկնել են։ Պարոն Սիմոնյան, իսկ Իրոք վերջ ասեցի։ Ինչ եք կրկնել, որ հավակնություն։ Դե ասեցի հիմա։ Ասեցի։ Համոզիչ եք դա, հավատացիք։ Թե հիմա գիտեք ինչ, քաղաքականության մեջ հավատի վրա հենվելը մի քիչ սխալ է, հա։ Պետք է նայես
գործողությունների վրա։ Կտեսնենք, ես ձեզ ասեմ, որ իրանք ինձ մեզ վստահեցրեցին, որ իրենք որևիցե ձևով, որևիցե շահագրգռվածություն չունեն, մեր արտաքին, ներքին քաղաքականության հետ կապված իհարկե իրենց ինչ-որ բաներ մտահոգում է, ինչ-որ բաներ մտահոգում է, որ իրանք հայտնեցին, մեզ ինչ-որ բաներ մտահոգում է, նույնիսկ ինչ-որ պահ մեզ հաջողություն մաղթեցին գալիք ընտրություններին իշխող խմբակցությանը, այո, աջակցեցին, եթե տենց եք ուզում բան անել։ Այսինքն այդ խոսակցությունից հետո Ազատությունից 2 եք, հա, բանանում։ Այդ խոսակցությունից հետո հայտարարությունները, որ Ռուսաստանից համակարգված հիբրիդային հարձակումներ են իրականացնում Հայաստանի դեմ, իշխանության մտահոգությունները եւ հայտարարությունները կդադարեն։ Ես եթե այդ հարձակումների օրինակները շարունակվեն, Համակարգված, որ դա լսի, Կրեմլից ես նորից եմ ասում, դե գիտես ինչ, օրինակ մի բան ասեմ, հասարակ օրինակ, իմ հանդիպումները պետական պաշտոնյաների հետ Ռուսաստանում եւ իմ շփումը եւ արձագանքը, որը ես տեսա իրանց լրատվական դաշտում, կատեգորիկ հակառակ մեզ մոտ էլ սինխրոն չեն, պարոն Սիմոնյան։ Չէ, հարցը սինխրոն չսինխրոնը չի, բայց մի համեմատեք նախ մեր աշխատանքը ու իրանց աշխատանքը, ես ձեզ չեմ համեմատում, որովհետեւ Շորոկ ջան, կլինի ես խոսեմ, թույլ կտաս խոսեմ, մի ընդհատիր ինձ։ Այն ինչ որ իրանք խոսում են ինձ հետ եւ այն ինչ որ ես լրագրողների հետ շփում ունեցա, հետո նայեցի իրանց ռեպորտաժները եւ այլն, դրանք կատեգորիկ տարբեր բաներ են։ Մեր մոտ, այո, դուք ասում ես այսքան մարդականգնած 90% ընդդիմադիր լրագրողներ են եւ դա բան, բայց այնտեղ պետական լրատվամիջոցները, այդ եմ ասում, չէ, ստեղ դուք պետական եք շողիկ։ Չէ, պետականը տարբեր Լսի, պետականը դաշտի 10%-ն է։ Այնտեղ ո՞րն է այն լրատվամիջոցը, որը դու կհամեմատես Ազատության ռադիոկայանի հետ, Ֆակտորի հետ, չգիտեմ, Տրիբունի հետ, ո՞րն է այդ լրատվամիջոցը։ Դու գիտես ինչի, որովհետև դու ինձ ընդհատում ես, իմ միտքն է կորում, քո միտքն է կորում, ու մենք դառնում ենք ինչ-որ խոսակցություն։ Ինչա։ Ասում ոչ ժողովրդավար եք համարում Ռուսաստանում։ Նարեկ ջան, ոչ կոռեկտ հարցերի չեմ պատասխանում։ Դա կոռեկտ հարց չի։ Դուք արձանագրում եք, Դա կոռեկտ հարց չի։ Ասում եմ կառավարական լրատվամիջոցներն էին հարցնում եւ կառավարական լրատվամիջոցները հայտարարություն էին անում եւ մեկնաբանություն էին անում։ Ես չգիտեմ նրանց ընդդիմադիր լրատվամիջոց կա, չկա, ինչ հայտարարություն արել, բայց հիմա դուք ինձ հարց եք տալի, որ ես շո գնահատական տամ չեմ պատրաստ։